2028 թվականին Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրի նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան։ Շուրջ մեկ ամիս առաջ կառավարություն համայնք գործակցությամբ մեկնարկել է անցյալ դարի 70-ական թվականներին կառուցված մանկապարտեզի հիմնանորոգումը։ Պատերից ազատվել են 5 աճի սվաղը, բետոնացումը ամբողջը եւ էլեկտրականության բոլոր լարերը։ Առաջիկայում նախատեսվում է կատարել բետոնացում, ամրանավորում, շենքը ընդհանուր ունի սեյսմիկ կայունության խնդիր, կատարելու ենք սեյսմիկ կայունություն։ Տասնամյակներ շարունակ օգտագործվել են երկհարկանի շենքի համեմատաբար բարեկարգ սենյակները։ Պարբերաբար որոշ նորոգումներ են իրականացվել, որպեսզի հնարավոր լինի գյուղում կազմակերպել նախադպրոցական կրթությունը, այն էլ սահմանափակ թվով երեխաների համար։ Թորնիկներս այս մանկապարտեզն են հաճախում, հաճախ ես լինում եմ այստեղ։ Մանկապարտեզը ժամանակին սարքվել է ավելի ցածր տարածքում, ճանապարհից եկող եւ ընդերքային ջրերը հիմքը ամբողջությամբ ջրի մեջ էր։ Պատերը խոնավ, այսինքն համարյա երեխաների համար ստեղծվեց հակասանիտարական իրավիճակ։ Շենքը հիմնանորոգվում է 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Շուրջ 256 միլիոն դրամ արժեքով շինարարությունը 75%-ով պետական, 25%-ով համայնքային բյուջեից է ֆինանսավորվում։ Այսի մեծ խնդիր է Լանջաղբյուր գյուղի համար, բնակիչների համար մեծ ուրախություն, որ այսօր մեր մանկապարտեզը վերանորոգվում է եւ մեր երեխաները կոչել են ավելի բարեկեցիկ, ավելի լավ մանկապարտեզ։ Շինարարությունից հետո նախատեսվում է կահավորել մանկապարտեզը եւ զինել կրթական արդի պահանջներին համահունչ տեխնիկական միջոցներով, համայնքային եւ սուբվենցիոն ծրագրերով։ Անահիտ Կարեյան, լուրերի համար։